Շնորհակալություն, ես եւս մեկ անգամ հարցը հիշեցնեմ, ինչ եք պատրաստվում անել խաղաղության նախաստորագրված համաձայնագրի հետ։ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն Լևոն Բաղդասարյան։ Նախ արձանագրեմ, որ այսօր այստեղ այս ժամին այստեղում պետք է լիներ ԴՕԿ կուսակցության падգամավորի տեխնացում լեգենդար Սեյֆ Հովազ ստորաբաժանման հրամանատար Սերոբ Գասպարյան, անձ, ով գտնում է կալանքի տակ եւ օրենքով սահմանված կարգով 2-3 օր առաջ արդեն իսկ միջնորդություններ արվել, մինչեւ հիմա դատանը խորհրդակցական սենյակում է կարծես եւ մտածում է թողնի թե չթողնի։ Դա իմիջիալոց։ Հայաստանի խաղաղությունը չի կարող կառուցվել վախի, զիջման, ծնկած դիվանագիտության վրա։ Խաղաղություն ուզում է նա, ով ունի ուժեղ բանակ, ամուր պետություն, պաշտպանված սահման եւ ազգային արժանապատվություն։ Թույլ պետության խաղաղությունը խնդրանք է, ուժեղ պետության խաղաղությունը պայման։ Այո, մենք խաղաղություն ենք ուզում, մենք անվտանգություն ենք ուզում, բայց ոչ վախի պետություն։ Մենք ուզում ենք Հայաստան, որտեղ սահմանը պաշտպանված է, զինվորը հարգված, բանակը հզոր, պաշտոնյան պատասխանատու, իսկ ժողովուրդը արժանապատիվ։ Վարչապետի տեխնացու Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ կառուցվել է պետություն, որի հետ չեն խաղում, որին չեն սպառնում, որին չեն թելադրում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Արարատ Միրզոյան, խնդրեմ պարոն Միրզոյան։ Բարի երեկո, ես իհարկե կստորագրեմ իմիս կողմից բանակցված եւ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի հետ մի շարք պատճառներով, բայց օրինակ, որովհետեւ ի թիվս բազմաթիվ այլ դրույթների, այդ պայմանագրով Ադրբեջանը եւ Հայաստանը ճանաչում են միմյանց քաղաքական անկախությունը, միմյանց սահմանների անձեռնխելությունը, միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա, այսինքն խորհրդային փլուզման պահին գոյություն ունեցող սահմանների շրջանակներում հակառակը անելը, վերաբանակցելը, վերաբացելը եւ կամ չեղարկելը արկածախնդրություն է եւ ուղիղ եւ աներկբա եւ անմիջապես Հայաստանին հետ է տանելու հակամարտային շրջան։ Նաեւ ուզում եմ նկատեմ, որ այստեղ ներկա ուժերից, եթե ճիշտ եմ հիշում, եւ ուժեղ Հայաստանը, եւ նոր ուժը, եւ Բարգավաճ Հայաստանը, եւ Հայ ազգային կոնգրեսը բնականաբար Հանրապետություն կուսակցություն եւ այլ գործընկերներ ասեցին, որ պայմանագիրը լավն է եւ իրենք կստորագրեն առանձին փոքրիկ վերապահումներով, օրինակ երաշխավոր, ես հուսով եմ այս քննարկման ընթացքում երաշխավորի մասին է կխոսենք։ Շնորհակալություն, Հայաստան կուսակցությունների դաշին Քրիստինե Վարդանյան։ Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորին։ Մենք պատրաստվում ենք ձեզ համար ապահովել խաղաղություն, իրական խաղաղություն։ Այնպես ինչպես դա եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, որոնք եղել են միակ կառավարման տարիները, երբ պատերազմ չենք ունեցել։ Խաղաղությունը բազմակոմպոնենտ է եւ միայն հարաբերությունների կարգավորման փաստաթղթով պայմանավորված չի, դա բանակն է, բանակցություններն են, դաշնակիցներն են։ Ինչ վերաբերում է նախաստորագրած փաստաթղթին, մենք այն պատրաստվում ենք համալրել երաշխավորների ինստիտուտով, որովհետեւ խաղաղությունը չի կարող կախված լինել մեկ անձի կամքից։ Այս դեպքում այդ մեկ անձը Իլհամ Ալիևն է։ Ես ուզում եմ նաև շատ հստակ ասել, թե մենք ինչ երբեք չենք անելու ի տարբերություն քաղաքացիական պայմանագրի։ Մենք երբեք Հայաստանի մայր օրենքը չենք փոխելու Ադրբեջանի պատկերացումով եւ Ադրբեջանի պահանջով։ Եվ որպես ռեպլիկ ուզում եմ ուղղակի որ դուք իմանաք, Ադրբեջանը Արարատ Միրզոյանի բանակցած փաստաթղթով այնպես է ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը, որ 240 կիլոմետր տարածք օկուպացրած է պահում մինչև այս պահը։ Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշին կուսակցություն կրկին Ռուբեն Մեհրաբյան, խնդրեմ պարոն Մեհրաբյան։ Բարի երեկո, հարգարժան քաղաքացիներ, հանուն Հանրապետության կուսակցությունը սկզբունքորեն կողմ է օր առաջ ստորագրելու նախաստորագրված պայմանագիրը, արագացնել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացը, փոխկապակցվածության ձևավորման գործընթացը մեր հարևանների հետ, սիմետրիկ առևտրային կապերի զարգացումը։ Կոնֆլիկտի ավարտը դա մրցակցության սկիզբն է եւ Հայաստանի մրցակցային դիրքերը պետք է ամրապնդվեն նախ համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգի ներդրմամբ, եվրոինտեգրմամբ, ԱՄՆ-ի հետ դաշինքով, Ալմաթիի դեկլարացիան խախտած, խախտող, չճանաչող, ոտնահարող Ռուսաստանի հետ հարաբերություններում պարտավորություններից եւ ներկայությունից ձերբազատմամբ, հապկից, ԵԱՏՄ-ից եւ ԱՊՀ-ից դուրս գալով։ Շնորհակալություն։ Լուսավոր Հայաստան կուսակցություն Կարպիս Փաշյան։ Բարի երեկո, Լուսավոր Հայաստանի մոտեցումը շատ հստակ է։ Մենք այդ համաձայնագիրը չենք համարում խաղաղության
համաձայնագիր, ընդհակառակը դա կեղծ խաղաղության համաձայնագիր է եւ մենք պատրաստվում ենք վերաբանակցել եւ Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչը որից չի եղել, այս իշխանությունը արդեն իսկ անոնս է արել, որ պետք է տարածքներ անձնի Ադրբեջանին եւ մենք վճռական կերպով մերժում ենք միջանցքի գաղափարը, ունենալով այն համոզմունքը, որ չկա Ղարաբաղ, չի կարող լինել նաեւ միջանցք։ Եվ նաև ուզում ենք տեղեկացնել, որ այն իշխանությունը, որը կստորագրի այդ համաձայնագիրը, կեղծ խաղաղության պատասխանատվության է ենթարկվելու։ Շնորհակալություն Տիկնակ եւ պարոնայք ժամանակացույցը պահելու համար։ Այժմ տեխնացուն հարց է տալիս տեխնացուին փուլն է, կրկին հիշեցնեմ, հարցի համար կունենաք 30 վայրկյան, պատասխանի համար 1 րոպե, անհրաժեշտության դեպքում 3 րոպե ընդհանուր քննարկման համար։ Հարգելի մասնակիցներ, եւս մեկ անգամ հիշեցնում, որ դուք ստորագրել եք վարքագծի կանոնակարգը եւ խնդրում եմ եւ հորդորում եմ ձեզ հետեւել այդ կանոնակարգին, չօգտագործել վիրավորական բառեր եւ չաղմկել, այլ խոսել բովանդակությամբ։ Այսպիսով այս շրջանը սկսում ենք 10-րդ համարից, խնդրեմ Հայ ազգային կոնգրես Ավետիս Սահակյան։ Շնորհակալություն, ում է ուղղված ձեր հարցը։ Պարոն Միրզոյանին, չեմ կարող առիթը բաց թողնել եւ շատերիս հետաքրքրող հարցը, որ առեղծվածային ինչ-որ բան է ստացել։ 2019 թվի փաստաթղթի արձագանքը այնուամենայնիվ ինչպիսին է եղել Հայաստանի իշխանությունների կողմից։ Պատասխանել եք, չեք պատասխանել, մերժել եք, չգիտեմ, կարող եք լուսաբանել մեզ։ Խնդրեմ պարոն Միրզոյան 1 րոպե։ Սիրով, 2019 թվականին մեկ անգամ եւս ուզեմ ասել, ըստ էության նոր առաջարկ, նոր գաղափար չի եղել։ Հայաստանին ներկայացվել է 2016-17 թվականների առաջարկի տրամաբանությամբ կամ մի փոքր մոդիֆիկացիայով, մի տարբերակ, նույնիսկ տարբերակ չեմ կարողանում ինքնուրույն տարբերակ չեմ կարողանում անվանել, որից հաջորդել է բազմաթիվ հանդիպումների մի սերիա տարբեր քաղաքներում, օրինակ վերջինը 2020 թվականի հունվարին, եթե հիշողությունս չի դավաճանում, տեղի ունեցել այդ հանդիպումը, որից հետո արդեն կովիդ եւ շարժի ուրեմն սահմանափակում աշխարհով մեկ, այսինքն այդ փաստաթղթին ի շարունակություն տեղի են ունեցել քննարկումներ, եղել են համանախագահների հայտարարություններ, եղել են արտգործնախարարների եւ համանախագահների համատեղ հայտարարություններ, այսինքն process, ինչպես եւ դրանից առաջ մի շարք այլ փաստաթղթերի դեպքում։ Շնորհակալություն, արձագանքման կարիք տեսնում եք։ 3 րոպե, սա ընդհանուր քննարկման համար է, այլ մասնակիցներ եւս կարող են մասնակցել։ Եթե ով ցանկանա, խնդրեմ ձեռքով, հիմա պարոն Ավագյանը, հետո հերթով։ Շնորհակալություն, պարոն Միրզոյան։ Ես նախորդ փորձից հիշում եմ, որ որևէ փաստաթուղթ որ ստանում ենք, մենք պիտի գրավոր պատասխան տանենք։ Դա ուղղակի դիվանագիտական նորմ է։ Հիմա ես ձեր ասածից հասկանում եմ, որ դուք որևէ գրավոր պատասխան չեք ուղարկել։ Ես նորից եմ կրկնում, հարգելի գործընկեր, այդ փաստաթղթի ներկայացումից հետո տեղի են ունեցել քննարկումներ, շարունակվել են, տեղի են ունեցել հանդիպումներ եւ այդ գաղափարների քննարկում, ոչ գրավոր, այլ առերես։ Ես այլ բան եմ ասում։ Քննարկումներ միշտ լինում են անդադար, պարբերաբար, բայց երբ որ որևէ փաստաթուղթ է գրավոր ներկայացվում, դա ենթադրում է գրավոր պատասխան։ Հիմա դուք չեք պատասխանել, թե գաղտնի եք ուզում պահել մեզ։ Գիտեք, ես կարծում եմ ձեր պատկերացումները դիվանագիտական պրակտիկայի մասին մի փոքր ներողություն, բայց թերի են։ Միջանկյալ տարբերակների դեպքում անընդհատ չի, որ ասում են այ խմբագրություն 1:11-ին, ես ասում եմ իմ դրական կարծիքը կամ մենք մերժում ենք 1:11 խմբագրությունը, որից հետո գալիս է, չգիտեմ, 1:12 խմբագրություն եւ այլն։ Կրկնում եմ, դա բանա, process է, գործընթաց։ Այդպես չի, որ այս տվեցի ձեզ եւ դուք համաձայն եք կամ չէ։ Պարոն Դրմեյան, խնդրում եմ։ Սուրեն Սուրենյանց։ Պարոն Ավագյանը ճիշտ է։ Ոչ մի հնացած մոտեցման հարց էլ չկա, երբ որ հնչում է կամ սեղանին դրվում է առաջարկ, լինում է պատասխան։ Իրականում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, բայց պատասխանել է շատ անուղղակի։ Այսինքն նա ասել է, որ հələ թող պարզաբանեն մեզնից ինչ են ուզում եւ այլն։ Մեկը վազել է Ստեփանակերտ, գոռացել է Հայաստանը, Արցախ Հայաստանը եւ վերջ։ Դա է եղել Նիկոլ Փաշինյանի պատասխանը, դրա համար ես ասացի, որ Փաշինյանը լեգիտիմացրել է պատերազմ սկսելու Ալիևի օրակարգը։ Եվ հենց այդ ձեր հարցի մեջ է թաքնված գլխավոր հանցագործությունը Փաշինյանի։ Խնդրեմ պատասխան։
Արգելի գործընկերներ, եթե ուզում եք այտենց միանգամից ըստ էության խոսանք, սիրով, խոսենք ըստ էության, ուրեմն 2019-ի այդ կիսա առաջարկից առաջ, հեղափոխությունից առաջ Հայաստանի Հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանը ներկայացել է Հայաստանի Հանրապետության խորհրդարան եւ հրապարակավ հայտարարել է, որ բանակցությունները հայտնված են փակուղում եւ բանակցային ճանապարհով խնդրի լուծման ճանապարհները սպառված են։ Սրանք ցավալի չեք ուզում քննարկել։ Սրանից հետո Եթե տեղից մի անգամ խոսակ, մի անգամից ձայնը կտրեմ, հետո չասեք, թե ինչու եք ձայնը կտրում։ Տեսել ենք, որ դուք ուզում եք Պարզա, խոսել։ խնդրեմ։ Եթե դուք գիտեիք, որ Սերժ Սարգսյանը ձեզանից առաջ ներկայացել է խորհրդարան եւ հայտարարել է, որ բանակցային լծակները սպառված են, համապատասխանաբար դուք պիտի սպասեիք պատերազմի, եթե բանակցային լծակներ չկար։ Շատ հստակ է իմ հարցը, ինչու չեք պատրաստվել պատերազմի եւ ձեր առաջնորդը մեր բազմաթիվ կոչերին պատրաստվել պատերազմի հրապարակային պատասխանեց մենք պատրաստվում ենք ոչ թե պատերազմի, այլ խաղաղության։ Այս հայտարարության համար մի քանի հազար ջահել տղա իր կյանքը տվեց։ Ես առաջարկում եմ, քանի որ բոլոր հարցերը իմ հարցը իրան ուղղված չի, ներողություն։ 3 րոպե շրջանում ես արդեն Ես թողեք ավարտեմ, կանանք տեղից չխոսանք։ Ես առաջարկում եմ եւս 2-3 հարց միանգամից այս թեմա ուղղել, որպեսզի Միրզոյանը միանգամից Պարոն Մեհրաբյանն է սպասում եւ պարոն Դժմարը իրավիճակ չլինի, որ ես արձագանքելու հնարավորություն չունեմ։ Պարոն Վարդևանյան, խնդրեմ։ Պարոն Մեհրաբյանն, պարոն Դրմյան, լսել ենք ձեզ հանգիստ։ Պարոն Մեհրաբյանը, խոսի եւ դուք խոսեք։ Այնուհետև օրակարգային հարց ունեմ։ Օրակարգային հարց դա թույլ տվեք ասեք, շնորհակալ եմ։ Ես այսօր այստեղ հրավիրվել եմ, որպեսզի քննարկվի խաղաղություն, անվտանգություն։ Ես ավարտեմ։ Ես չեմ ցանկանում լսել նախկին իշխանության եւ ներկա իշխանության։ Կարող չլսեք, դա ձեր իրավունքն է, պարոն Հարգելի պարոն Ղազարյան, դուք ինձ հրավիրել եք։ Հերթով։ Դուք ինձ հրավիրել եք։ Ես ուրիշ ուժերը իդտեղ է, ես չեմ կարող երաշխավորեմ ձեզ ով ինչա քննարկել։ Օրակարգը պահեք, դուք ունեք պոզիտիվ պարտավորություն, պահեք օրակարգը, ես չեմ պատասխանում։ Մի խանգարեք, վերջ։ Խնդրեմ, պարոն Մեհրաբյան։ Հունիսի 7-ին մարդիկ պետք է քվեարկեն այս կամ այն ուժի օգտին, մտածելով մի բանի շուրջ, թե մենք ինչ ենք անելու առաջիկա 5 տարում, այլ ոչ թե ինչ ա եղել 19 թվին, թե մեր թվարկությունից առաջ չգիտեմ որ թվին։ Եկեք կենտրոնանանք մեր անելիքի վրա եւ մեր ընտրողներին չդնենք թյուրի մացության մեջ։ Բավական է։ Այս պարոն Փաշյան։ Մի րոպե, պարոն Դրմյանը սպասում է, իր հարցն է։ Ուրեմն ես հարց չեմ ուղում, որովհետև այս ժամանակահատվածը դիսկուսիայի համար է։ Տեսեք, միտք հնչեց, ասում է, այս պայմանագիրը, այս խաղաղության կոչված պայմանագիրը նաև տարածքային ամբողջականության անձեռնմխելիության երաշխավորող փաստաթուղթ է։ Ուրեմն սա նախաստորագրվել է մի ժամանակահատվածում, օգոստոսի 8-ին 2025 թվականին, եւ դրանից բառացիորեն 1 շաբաթ առաջ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում մոտ 3000 քառակուսի մետրանոց դիրք են ավելացրել։ Ընդ որում 2 արբանյակային լուսանկարներով դա ցուցադրվեց։ Պաշտպանության նախարարությունը թեև փորձեց հերքել, բայց ոչ մի լուսանկար այդպես էլ ցույց չի տվել։ Այս փաստաթուղթը անձեռնմխելիություն չի երաշխավորում։ Արդեն խախտված անձեռնմխելիության պայմաններում նախաստորագրվել։ Մի վարքյան էլի, մենք դեռ շատ հարցեր ունենք եւ ամբողջ քննարկումը արժևում է, սիրելի մասնակիցներ, պարտադիր չի, որ հենց այս պահին խոսեք, որովհետեւ բոլորից չեն կարող հատկացնել ժամանակ։ Հիմա պարոն Միրզոյան, ձեր արձագանքի համար 3 րոպե ավելացրեք։ Շատ եմ շատ համառոտ ուղղակի արձագանքել, երբ դու գալիս ես իշխան, ես ձեր հետ չեմ հիմա խոսում, երբ որ դու գալիս ես իշխանության եւ նախորդ իշխանությունը հայտարարում են, որ բանակցությունները հայտնվել են փակուղում եւ ըստ էության սպառված են բանակցային ճանապարհով հարցը լուծել, քեզ մնում է իթիվս այլ գործողությունների եւ չգիտեմ պլան B, պլան C, պլան D-ի փորձել այդ բանակցությունները նորից սկսել ու այլ ճանապարհով այլ բան, այդ թվում եւ նաեւ գուցե նրանց կողմից հենց այդ նպատակով ուղարկված կիսանոր տարբերակով, կիսանոր առաջարկի շուրջ, ինչի եւ մեր կողմից արվել է, հետեւաբար մեղադրանք ավելի քան անհիմն է։ Բայց քանի որ գործընկերը պարոն Դրմեյանը արձագանք արեց, ես ավարտեմ, ես Նայեք, հարգելի գործընկերներ, ես մինչ այս պահը ոչ մեկից չեմ ընդհատել եւ կաշխատեմ այդպես է չանեմ, բայց խնդրում եւ պահանջում եմ նույն հարգալից վերաբերմունքը իմ նկատմամբ դրսեւորել։
Նաև ուզում եմ անդրադառնալ պարոն Դրմեյանի ասացին, ով հենց իր խոսքը սկսեց առաջին շրջանը ներկայացում սկսեց նրանից, որ ասեց, որ այս համաձայնագիրը շատ վատ փաստաթուղթ է եւ մենք դրանով, չգիտեմ, ինչ որ զիջումներ ենք անում, ձևակերպում լավ չի միշում։ Այդ դեպքում իմ մոտ անկեղծ հարց է առաջանում։ Ինչու 2025 թվականի օգոստոսի 8-ի այս համաձայնագրի նախաստորագրումից եւ հանրայնացումից հետո պարոն Դրմեյանը շարունակել աշխատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում շատ կարևոր մի օղակում եւ իրավական կոնսուլտացիաներ իրականացնել այս բաների ժամանակ։ Ինչ շատ հետաքրքիր է, արդյոք պարոն Դրմեյան չեք ընդհանրապես։ Ցավում եմ ձեր։ Պարոն Դրմեյան, դուք իրոք ուզում եք ձայնը կտրենք։ Չէ, որովհետեւ տեղեկացված չի անձնավորությունը։ Տեսեք, վերջից մշակեցիք, հիմա լսեք։ Պարոն Դրմեյան, ավարտեցիք։ Չէ, ես խնդրեմ չթողեց։ Իմը հարց է առաջանում, օրինակ պարոն Դրմեյանի հիասթափություն այս համաձայնագրի նկատմամբ առաջացել է այն բանից հետո, երբ ինքը ազատվել է աշխատանքից, թե մինչև էդ էլ կար, բայց այտենց տրտմությունը սրտում մի կերպ աշխատում էր, էլի, ընթացքում դա կլինի պարզաբանվի այս հարցը։ Ես ուրեմն իրականացրել եմ օրենքով ինձ տրված բոլոր լիազորությունները, այս իշխանությունը օգտվել է դրանից, այն ձեռբերումներից, որոնք ես եմ ունեցել, ես եմ ապահովել։ Ցավում եմ, որ դուք տեղյակ չեք Եվրոպայի խորհրդի զարգացումների մասին, թե ինչպես Ադրբեջանը ստանձնեց պարտականություն ստորագրելու մեմորանդում ու այդպես էլ ձախողեց 46 անդամ պետությունների առջև ու հիմա եկել եք այստեղ ներկայացնում եք այս փաստաթուղթը, որ դուք պատրաստ եք ստորագրել, իսկ հարցրել եք Ադրբեջանը պատրաստ է, իսկ հարցրել եք Ադրբեջանը ստորագրելուց հետո կատարել է պարտականությունը։ Ես դրա համար եմ ցավում ձեր համար, որ ուղղակի տեղեկացվածություն չեք ունեցել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին։ Տիկնայք եւ պարոնայք։ Մի հարցի շուրջ չենք կարող հավերժ խոսել։ Խնդրում եմ էլի 2019-ը շատ կարևոր է։ Ինչքան խոսում եք, այնքան խանգարում եք, որ բոլորը կարողանան խոսալ։ Պարոն Փաշյան, խնդրեմ։ 2019 թվականին եղածը շատ կարևոր է հասկանալու համար, թե այս իշխանությունը ոնց է բանակցում հիմա։ 2019 թվականին իրանք ինչ են արել։ Վերջին 3 րոպեն ավելացրել։ Տապալել են բանակցությունները, այն ձայնագրության մեջ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գնա իրան գժի տեղ դնի եւ հիմա դրա հիման վրա պատկերացնենք, թե իրանք հիմա ինչ են անում, ինչ են անելու ապագա բանակցություններում եւ երբ ասում են Սերժ Սարգսյանը մեզ փակուղի է թողել ժառանգություն Տրամաբանական հարց առաջանում, լավ, հասկացանք թողելա փակուղի։ Դուք ինչ եք արել այդ փակուղին հաղթահարելու համար։ Ընդհակառակը այդ փակուղին էլ ավելի եք խորացրել։ Գնացել եք, ասել եք Արցախը, Հայաստանը եւ վերջ, Աղդամը մեր հայրենիքն է։ Պարոն Փաշյան, մյուսներին է ժամանակ տանք։ Եվ փակուղին դարձրել եք անդունդ։ Պարոն Վարդևանյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Իրականում մի քանի հանգամանք կարծում եմ պետք է որ մեր հայրենակիցները վերհիշեն։ 2020 թվականին կառավարության նիստի ընթացքում նույն Նիկոլ Փաշինյանը այն աստիճան ինքնասիրարված կամ անպատասխանատու մոտեցում ուներ, որ ասում էր մի հայտարարությամբ հեղափոխություն կանեմ Ադրբեջանում։ Կամ երբ տարիներ անց, երբ արդեն ունեինք հազարավոր զոհերը, հայտարարեց, որ կունենայինք նույն պատկերը, այնինչ ունենք այսօր, պարզապես առանց զոհերի։ Բայց ես ճիշտն ասած այս քննարկման ձևաչափում, քանի որ հնչեցվեց միտքը, որ դիվանագիտական նրբությունները այդքան էլ հաշվի չեն առնվում, իսկ օրինակ դիվանագիտական նրբությունների տեսանկյունից, երբ 2023 թվականի սեպտեմբեր ամսին ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի արտաքին գործերի նախարարը խոսում է Արցախում տեղի ունեցող էթնիկ զտման մասին ու իրեն հակադարձում են նույն այդ նախարարի գործադիր իշխանության ղեկավարի հայտարարությունով։ Օրինակ դա դիվանագիտական նրբության Վարդևանյան ժամանակը։ Պարոն Միրզյան, խնդրեմ։ Նախ շարունակելով նախորդի հնչեցրածս, ես շատ զարմացած եմ Էդմոն Մարուքյանի կուսակցության դիրքորոշումից, ով Էդմոն Մարուքյանը մասնակից ա եղել ինչ-որ փուլում այս համաձայնագրի բանակցություններին, իմ գլխավորած պատվիրակության կազմում եկել նստել է կողքս, մասնակցել է հանդիպմանը, մասնակցել է հայկական թիմի ներքին քննարկումներին եւ ելի ոնց հասկանում եմ աշխատանքից ազատվելուց հետո դժգոհություն առաջացել հաստատվի աշխատանքի դուրս եկել որովհետեւ գուցե մի քիչ ավելի հարգանքով վերաբերվեք մեր ընտրողներին։ Ինչ վերաբերում է պարոն Վարդևանյանի բարձրացրած հարցին, այդտեղ ընդհանրապես հակասություն չկա, ըստ էության գուցե պարոն Վարդևյանը լավ չի հասկացել երկու տեքստերը, լավ չի հասկացել լսարանները, լավ չի հասկացել իրավիճակները։ Ես ասեմ, էլի պետք է արձագանքել։ Էդմոն Մարուքյան,
Տիկին Ադամյան, մի վարդ։ Էդմոն Մարուքյանը աշխատանքից դուրս եկել են ժամանակ, երբ որ այս իշխանությունը տեսել է, որ չի պահում կարմիր գծերը, պատրաստվում է ամեն ինչ հանձնել, գնալ միակողմանի զիջումների։ Էդմոն Մարուքյանը այդ պաշտոնի նշանակվել է, որպեսզի պաշտպանի Հայաստանի տեսակետները, բայց երբ որ տեսել է, որ իրանք Հայաստանի տեսակետները չեն պաշտպանում, մանր ինտրիգներով են զբաղվում։ Ժամանակը լրացավ մի վարքյան։ Հիմա Անահիտ Ադամյան, ձեր հարցը Տիկին Ադամյան, Հանրապետություն կուսակցություն 30 վարքյանն եք ու մեկ ուղում։ Ես կարծում եմ ով է աշխատանքից ազատվել, ով է։ Տիկին Ադամյան, ձեր հարցը։ Չենք շարունակում նախորդը։ Շարունակում ենք, որովհետեւ ես պարտադիր պետք է ասեմ։ Չէ, պարտադիր դուք չպետք է ասեք։ Տիկին Ադամյան, ներողություն։ Սրանից ձեր հարցից հետո եւս 3 րոպե լինելու է, այդ ժամանակ կարող եք արտահայտել։ Փորձում եք բանավեճը տանել դեպի Մենք իսկ փորձում ենք հիմա ձեր ժամանակից է գնում։ Տիկին Ադամյան, ձեր հարցը ձևակերպեք։